Ադրբեջանը ինչու, երբ որ պարտված էր Հայաստանի Հանրապետությանը, ինչու տնտեսական որևիցե գործարքի չգնաց Հայաստանի հետ։ Դավաճանության մի եղկելի իրավիճակ է, երբ հայ մարդը, սպառող չասենք, հայ մարդը հիանում է, ենթադրենք, ինչու կոպեկների տարբերությամբ էներգակից ձեռք բերելու այդ հնարավորությունից։ Այդ մարդկանց պարզապես Լուսանսկից փորձում են հրել դուրս։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չգիտի, ենթադրենք վիրահատության պարագայում, անհրաժեշտության պարագայում երբ է իր հերթը հասնելու։ 400-500 հոգանոց միջոցառումը առանց մի կոպեկի է լինում։ Տեսնում ով է պատկերացնում։ Շարքային աշխատակիցը ստանում է 1 գործակից, չէ՞։ Նախարարը 12։ Դուք պատկերացնում եք թվերի այդ տարբերությունը։ Սոցիալական արդարություն Հայաստանում չկա։ Բարև ձեզ, եթերում ուղիղ խոսքն է։ Այսօր մեր հյուրն է տնտեսագետ, Հայաքվե միավորման խորհրդի անդամ Հրայր Կամենդատյանը։ Բարև ձեզ, պարոն Կամենդատյան։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Շատ ուրախ եմ, որ համոզվեցիք։ 2018 թվականից արդեն 8 տարի մենք կեղծ օրակարգերով ենք ապրում։ Կեղծ օրակարգերից մեկ է խաղաղությունը, որը ամեն թփիտակ կա, օգոստոսի 8-ից ուղղակի մենք չենք նկատում։ Սա փորձում են ցուցադրել տնտեսության բլոկում։ Ցորենը եկավ Ղազախստանից Ադրբեջանի տարածքով, հետո պարզվեց ցածրորակ է, հետո բենզինը եկավ դիզվառելիքը, այստեղ հեղուկ գազի դեֆիցիտ առաջացավ, հիմա էլ 25 վագոն հացահատիկ է գալիս Ռուսաստանից, բայց Ադրբեջանի տարածքով։ Ձեր կարծիքով ինչքան է տևելու այս ցուցադրական այս ամեն ինչը ցույց տալու համար, որ տեսեք, ամեն ինչ բաց է, ամեն ինչ հասանելի է, Ադրբեջանը մեր կողքին է։ Խնդիրը գիտեք, պետք է քննարկենք, թե ժամանակային առումով ինչպիսի հնարավորություններ կան այս տնտեսական կլանման էքսպանսիան, որպեսզի շարունակվի։ Մասնագետները հասկանում են, որ տրանսպորտային կոմունիկացիաները, դրանք տնտեսության զարկերակ, այսպես ասած, հանդիսանալով հանդերձ, միևնույն ժամանակ տնտեսական ներթափանցման եւ պետությունների միջև որոշակի հիերարխիկ նաեւ տնտեսական բնույթի մթնոլորտի եւ իրականության ձևավորումն է։ Այսինքն, եթե մենք դիտարկում ենք Հայաստանի Հանրապետությունը, որը որ սեղմված է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև, չէ՞, եւ դրա հետ միասին կան մեր երկու բնական դաշնակից չասեմ, բայց համագործակցող կողմ արդեն հեռավոր Ռուսաստանը եւ անդադ հարվածների տակ հայտնվող Իրանը, մենք պետք է արձանագրենք, որ այդ կլանման պրոցեսի համար, տնտեսական էքսպանսիայի համար կան բարենպաստ պայմաններ։ Այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը, որին բավականին նողկալի ձևով Հայաստանի Հանրապետության նախագահ կոչեցյալը, շնորհակալություններ էր հայտնում եւ Դավոսում։ Այո, եւ ինչ որ գովաբանական ազգ էր ձոնում նրան, չէ՞։ Նույնիսկ Ադրբեջանի ղեկավարն է զարմացել։ Այս process-ը շարունակում է, այնտեղ անխելք մարդ չկա Ադրբեջանում։ Ադրբեջանի ղեկավարը գոնե այս վերջի 10 տարվա ընթացքում, 15 տարվա ընթացքում իրեն ձևավորեց որպես բավականին խորամանկ, բավականին հաշվենկատ Ստրատեգ։ Ստրատեգ մի քիչ դժվար է ասել, որովհետև ստրատեգոս բառը հին հունական բառ է, եւ որպես կանոն այդ ստրատեգոսները ժամանակի հազարամյակների հեռավորության վրա դիտարկվում որպես անկախ, արի, ասած քաջ եւ բավականին ընդօրինակման համար ընդունելի մարդիկ, ես կոնկրետ Ադրբեջանի այդ բեղավոր անիմաստ անձնավորությանը չեմ ուզում ստրատեգոս բառ նրան այսպես ասած շնորհել։ Նա ոչ մի բան չի։ Այլ բան է, որ Հայաստանի Հանրապետությունը որոշ երևույթների արդյունքում, դրսի գործոնների արդյունքում հայտնվել այս վատ վիճակում։ Նա ստրատեգոս էլ չէ։ Պետք է նրա այդ ընտանիքի կատարած հիմարություններն էլ օրինակ մենակ քննարկենք եւ հասկանանք, որ նա ստրատեգոս այդպես ասած կարելի ասել գեղեցիկ տերմինը նրա համար չէ, բայց նրանք կատարում են մի աշխատանք եւ այդ աշխատանքի իմաստը հայկական սպառողին իրենց դեսպան դարձնելու խնդիրն է։ Այո, մենք որքան եւ որ ցավալ է, մենք հայկական մեր հանրության մեջ արդեն իսկ ունենք մի ստվար զանգված, որը ադրբեջանական նավթի,
ցորենի, ընդհանրենք տարբեր ապրանքներ է, ասած ներկրման փաստով որոշակի ողջավորություն ունի։ Եվ այդ որոշակի ողջավորության մեջ հայտնված այդ առանձնյակներին կարելի ընդհանրապես խորհուրդ տալ, եթե հնարավորություն ունեն կարդալ գրել գիտեն, ուսումնասիրեն եւ փորձեն հասկանալ, թե Ադրբեջանը ինչու, երբ որ պարտված էր Հայաստանի Հանրապետությանը, ինչու տնտեսական որևիցե գործարքի չգնաց Հայաստանի հետ, որտեղ պետական քաղաքականություն էր ընթանում, եւ այդ պետական քաղաքականությունը հաշվարկված էր այն իմաստով, որ Ադրբեջանի սպառողը հասարակ քաղաքացին լիներ նա Լենքորանում, թե ընդհանրենք Կուբա կոչված այդ հեռավոր գյուղերում, չէ, կամ ընդհանրենք Ղազախում կամ Աղստաֆայում, նա մտքով չէր կարող անցնել, որ նա հայկական որևիցե ապրանք կարող է օգտագործել, ներմուծել, դա էլ բավարար չի, այդ ամեն ինչը ինչ որ ընդունել գերդրական որոշակի, այսպես ասած, ողջավորությամբ, որը սահմանափակից է դավաճանության։ Այո, սա դավաճանություն է, այո, սա դավաճանության մի եղկելի իրավիճակ է, երբ հայ մարդը, սպառող չասենք, հայ մարդը հիանում է, ընդհանրենք, ինչ-որ կոպեկների տարբերությամբ էներգակից ձեռք բերելու այդ հնարավորությունից։ Կարող եմ այդ մարդկանց պարզապես կարեկցել, որովհետև այստեղ մենք խնդիր ունենք, բայց նրանց անձնական կարեկցանքը այլ հարց է, բայց այլ հարց է հանրության մեջ որոշակի շերտի ձևավորումը, որովհետև այդ մարդիկ վերջ-վերջո լուսնի վրա չեն ապրում, ունեն ընտանիքներ, եւ այս ամբողջ ազդանշանները, որ գալիս են հարևան երկրից եւ մեր ներքին իբր թե իշխանություն կոչեցել խմբակից, չէ, նրանք փոխանցում են իրենց երեխաներին։ Մենք փաստացի ունենք մի տնտեսական էքսպանսիա, որը խրախուսվում է Հայաստանի Հանրապետության դեռևս այս կարելի ասել ժամանակ սպառող իշխանությունից, եւ դա գնում է հայկական ընտանիքներ։ Ադրբեջանը մի հետամնաց երկիր է նա։ Նա մի հետամնաց երկիր է, բացառապես նավթի ասեղի վրա նստած երկիր է։ Փառք Աստծո, որ Ադրբեջանը այդ մասսայական օգտագործման այլ ապրանքներ չունի Հայաստան առաքելու, որը որ կատարում է Թուրքիայի պարագայում։ Կենցաղային, այսինքն կենցաղային նկատում եմ հագուստեղենը, տրիկոտաժեղենը, տեքստիլը, կոշկեղենը, այդ Թուրքիան յուրաքանչյուր տարի Հայաստանը մերժելով հանդերձ մոտավորապես 330-350 միլիոն դոլարի Հայաստան մեն հագուստ է առաքում։ Սրատակա հստակ ռազմավարական աշխատանք թուրքերը այս իմաստով հաջողել են ֆանտաստիկ ձևով։ Թուրքական տեքստիլը ոչնչացրել է հարևան բոլոր երկրների տեքստիլ արտադրությունները։ Պատճառը ո՞րն է։ Պատճառը նա է, որ այստեղ իրականացնում է պետական քաղաքականություն։ Թուրքական այն արտադրողը, որը որ տեքստիլ է արտադրում եւ որը ուղարկվում է, ընդհանրենք Իրաք, Սիրիա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Հայաստան, Վրաստան, նաեւ Ռուսաստանի Դաշնություն, չէ՞։ Նա իր արտադրողին դոտացիա է տալիս։ Արտադրողը նրա համար դառնում է ստրատեգիական իր աշխատանքները իրականացնող մի շերտ եւ արտադրողը գիտի, որ յուրաքանչյուր պարագայում ինքը պետությունը ստանալու է դոտացիան, դրա հետ միասին թուրքական լիրայի անընդհատ անկումը դա արտահանման համար լավագույն միջավայրն է։ Վերադառնանք Հայաստան, ավելի ներս, ներքին հարցերին, թոշակառուների խնդիրները դուք բազմիցս անդրադառնում եք այս խնդրին եւ հիմա այդ խնդիրը ձեր կարծիքով սաստիկ է։ Հայաստանում կա 660,000 թոշակառու։ 502,000 նպաստառու։ Երկու նպաստառու եւ թոշակառու միասին 660,000։ Այո։ Թոշակառուները հիմա Հայաստանում խաբված են։ Խաբված։ Խնդիրը գիտեք, խաբված լինելը դա ավելի շատ բարոյական կատեգորիա է։ Մենք ունենք նաեւ այստեղ խնդիր պետության աշխատանքային ռեսուրսների կառավարման հետ։ Գաղտնիք չէ, որ դեռևս 1 տարի, 2 տարի առաջ 63 տարեկան լրացող տարիք ունեցող քաղաքացին պարզապես պետական ծառայությունից դուրս է շպրտվում։ Պարզապես։
Հետո հասկացան, այս խելացիները իբրտ է, ես կարծում որ իրենք էլ չհասկացան, նրանց էմիսարները, ովքեր նրանց այդ զանազան կապի միջոցներով հրահանգում են ինչ աշխատանք դրան, նրանք ասեցին, այդ թեմայից դուրս եկեք, դա մարդկանց լարում եք ձեր դեմ։ Եվ մարդիկ, ովքեր պետական համակարգում 63 տարեկան լրացող մարդկանց հաջորդ օրը դուրս են շպրտում, մեկ էլ հանկարծեցին խոսել նրա մասին, որ մինչև 80-90 տարեկանը կարող են աշխատել։ Իհարկե այդպես չէ։ Ինչ վերաբերում է ավելի կոնցեպտուալ տեսանկյունից որ այս թեմա մենք նայենք, մենք ունենք մարդասիրության կորուստի հարց։ Մարդասիրություն այլ բան է, որ թոշակառուները կարող են նեղանան, կարող են այդ մարդիկ իրենց հնարավոր եկամուտների չափը սահմանել տեսնելով եւ իրական գները տեսնելով հասկանալ, որ իրենք թշվառության ծիրի մեջ են, բայց մի այլ խնդիր է, որ Հայաստանի Հանրապետությունում այս թեմաները կան, այս թեմաների չեն անդրադառնում։ Այդ մարդկանց պարզապես լուսանցքից փորձում են հրել դուրս։ Եվ այն արտահայտությունները, որ 10,000 դրամ ձեզ տալիս են, ինչ ենք անելու։ Լավ, դու որ քո այդ խմբագրատանը զանազան բանսարկություններով փողերի վաստակում, դրանց մեջ 10,000 դրամ կար, մենք կարող ենք պնդել, որ դու ինչ ես իմանում 10,000 դրամ, որտեղ ես օգտագործելու, բայց հետագայում պարզվում է, օրեր առաջ պարզվում է, որ այս անձնավորությունը անձամբ ստորագրել է հրամաններ, որ իր վարձատրությունը ամսական 1.5 միլիոնով ավելացնել։ Խայտարակությունը հասել է այնտեղ, որ զանազան չինովնիկներ պաշտոնյա չեմ էլ ասում, որտեղ չինովնիկական ինչ-որ գործեր են անում ու մեծ մասը անգրագետներ են։ Բացարձակ անգրագետներ են։ Մեկը ստանում է պարգևավճար, չէ՞։ Այս պարգևավճարը մեկ թոշակառուի 25 տարվա թոշակն է։ Այն ինչի մասն է խոսում։ Հիմա մի պաշտոնյա կա, սոցիալական բնակավարում աշխատում է, չէ՞։ Առավոտից երեկո իր ավտոմեքենայի սալոնում ինչ-որ երգում է, սրտիկներ Արսեն Թորոսյան, այո։ Այո, սրտիկներ է անում, որ գիտեք խնդիրը որն է։ Այս սեփական անձնական ոգևորությունը զսպելու, այո, զսպելու, այսպես հատկանիշը իրականում պաշտոնյայի պետք է լինի պաշտոնական ֆունկցիան նաև։ Նա իր կաբինետից դուրս էլ պետք է զսպված լինի։ Այդ զանազան այդ աղաղակները, այդ ամբողջ օրը իր կաբինետից նկարվող ինչ-որ լայվերը, այդ ամբողջ ստերը, այս ստերի հեղեղը, որ նա գեներացնում է, չէ՞, այս զարմանք չէ, խղճահարություն է առաջացնում կոնկրետ այդ անձի նկատմամբ։ Սուտ խոսալու այդ հեղեղի մեջ այնպիսի բեկորներ են պտտվում։ Այդ բեկորներից մեկ ասեմ, այն օրը առանց աշկը թարթելու, ասում էր մենք ամսական 10,000 աշխատատեղ ենք ստեղծում։ Եթե դուք ստեղծում եք, մենք ենթադրում ենք, որ այդ գործընթացը հարատև է, չէ՞ լինելու, բայց աշխատանքային ռեսուրսները սահմանափակ են։ Այսինքն ինքը գիտե որ սուտ է խոսում։ Ինքը գիտե որ այստեղ այդ ներգաղթյալների հետ կապված լրջագույն արտաքին դրական գործոն կա, միայնույնը սուտ է խոսում այս մարդը։ Հայաստան որտեղ 184,000-ի կարգի այսպես ասած գործազուրկ կա, չէ՞։ Այսինքն 1.5 տարում ինքը գործազրկությունը վերացնելու բացարձակ սուտ է։ 8 տարի կար դրա համար։ Ստում է, այս մարդիկ ամբողջը ստում են։ Այս մարդիկ ամբողջը ստում են։ Կամ ուրիշ ձեզ բան ասեմ, հիմա մենք ուսումնասիրում ենք այդ բժշկական առողջապահության ապահովման թեման։ Խայտարակ բացթողումներ կան։ Պարզապես խնդիրը նա է, որ համապատասխան մասնագետներ չկան եւ ընդհանրապես այս թեմայի շուրջը մասնագիտական կարծիք համարը չի ձևավորում։ Մի կին, որը պարում է, երգում է, եսի միջանում, հա, բավականին այսպես ասած ներշնչված, ասենց ասենք, ներշնչված, որ պարում է, սրտիկներ անում, եսի միջանում։ Ֆլեշմոբի է մասնակցում, այո։ Ամեն ինչի թող մասնակցի։ Հիմա այս կնոջը մենք ասես մի հատ հարց ունենք։ Արդյոք թոշակառուն գիտի, թե իր վրա պետությունը բժշկական ծառայություն ապահովություն ստանալու դեպքում որքան է ծախսում։ Ունի նա թերթիկ թե չէ։ Բուժառուն վերջը պետք է իմանա որքան հարկ է ինքը վճարել պետություն եւ որքան ապահովական վճար է ստացել։
նման թերթ, նման էլեկտրոնային շտեմարանի, այսպես ասած, բջիջ չկա։ Դե ասում են Արմեդում գրանցվեք, գնացեք պոլիկլինիկա, այնտեղ կասեն։ Դա այլ հարց է։ Դու գործընթացի մասին եք խոսում, շարունակական ֆիզիկական գործընթացի։ Ես խոսում եմ շտեմարաների մասին։ Բուժառուն Էստոնիայում, որը 99%-ով թվայնացված երկիր է, Էստոնիայում նա ունի իր թերթը, եւ այդ թերթը հասանելի է եւ նրան, եւ նրա փաստաբաներին, եւ նրա ընտանիքի անդամներին, որտեղ երևում է, թե նա ինչպիսի, որքան է կազմել նրա ապահովական վճարը։ Հայաստանում դա չկա։ Երկրորդ, մենք ունենք խնդիր այսօր, որ ապահովագրությունը, նրա գումարները, այսինքն ֆինանսավորումը, այդ հատուցումը, այդ ամբողջ գումարը, չէ, որը որ գնում է այդ հիմնադրամ, այդ խոշորագույն հիմնադրամ, որ հիվանդանոցին որքան գումար տալու ալգորիթմը, ինչպես է դա բաշխում, մենք կարող ենք այս լրջմիտ, ողջամիտ կասկած ունենալ, որ յուրայիներին, իսկ յուրային լինելու այս փաստը շատ արագ կազմավորվում է որոշակի ստվերային պայմանավորվածությունների մեջ, չէ, մենք կարող ենք մտածել, որ այս բաժանումները դրանք չեն կրում պատահական բնույթ, դրանք կրելու են որոշակի սեփական, բժշկական, ենթադրենք, կազմակերպություններին ավելի շատ գումար տալ սեփական, ես իզուր չեմ ասում սեփական, որովհետև թեմայի մեջ բավականին կոնկրետ, այսպես պատկերացումներ կան։ Մենք կարող ենք իմանալ, ով է որոշելու դա։ Մեկ է եթե կանգնասի, մենք ազնվենք, մենք հանձնաժողովի բոլոր անդամները անկաշառներ ենք, ընդհանրապես 1-2 ամիս հետո այդ անկաշառները ձերբակալվում են։ Այդ ապահովագրության մեջ, բժշկական ապահովագրության մեջ, չէ, մենք ունենք խնդիր, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չգիտի, ընդհանրապես վիրահատության պարագայում, անհրաժեշտության պարագայում երբ է իր հերթը հասնելու։ Ոչ ոք չգիտի, իսկ գիտեք ինչ են անում, օրինակ Էստոնիայում կամ Չեխիայում, եթե պետական ապահովագրության մեջ արդեն մտած բուժառուն, չէ, եթե նրա հերթը 30 օրվանից ավել է լինելու, այդ պարագայում պետությունը մասնավոր կլինիկա է փոխանցում վճարման համապատասխան գումարը այն կլինիկայի գներով հաշվարկած, որպեսզի մարդ այդ թոշակառուչ ասեմ, բուժառուն, որպեսզի ստանա իր բուժման ենթադրենք հնարավորությունը։ Հայաստանում դա չկա։ Սա թերի աշխատանքի արդյունք չէ։ Սա ընդհակառակը մտածված, ընդհակառակը շատ լավ մտածված աշխատանքի արդյունք է։ Բնականաբար մենք պետք է հասկանանք վերջերս երկրում ինչ է կատարվել այս 8 տարիների ընթացքում։ Այսքան միլիոնատեր մարդ հիմա իշխանական վերնախավում, այս զարմանք է հարուցում։ Յուրաքանչյուրը ունեն մի քանի 100,000 դրամանոց, այսպես ասած, իբր թե վարկայի միջոցներով ձեռք բերված տներ։ Եթե մարդիկ ձեռք են բերում 300-400,000 դոլարանոց տուն, երբ որ հանրության կողմից որից մեկը հարցնում է, այս գումարը որտեղից ձեզ, ասում է թոշակառու հերս մերս է վաստակել։ Հասկացանք, մեկն ասում է, եղբայրներս են ենթադրենք Ռուսաստանի Դաշնությունում վաստակում, հետաքննող լրագրողները գնում են, ասում է այդ 100,000 դոլար վաստակող ընկերը Ռուսաստանի Դաշնությանը կոնկրետ այդ հաշվետու ժամանակաշրջանում 1 կոպեկի հարկ չի վճարել, այսինքն չի աշխատել։ Այնտեղ հարկային, այսպես կարգավորությունը բավականին խիստ է, ոչ ոք չի կարող փախնի, եթե գրանցված է միտեղ։ Լավ, եղբայրները դեն բերել, ճիշտ է, չէ՞։ Հիմա հարց ենք բարձրացնում 10,000 դոլարից ավել կանխիկ չէի կարող բերել, պետք է հայտարարագրեիք։ Հայտարարագրական մաքսային ծառայություն չկան։ Եթե նույնիսկ մարդիկ իրենց խնայողությունները տեղափոխելիս լինեին Հայաստան, բնականաբար այս ամեն ինչը պետք է երևար մաքսային հայտարարագրերով։ Չկա նման բան, բայց կա շենք 350-400,000 դոլարանոց նախնական արժեքով։ Բա մենք այս ամբողջը պետք է հետազոտենք։ Եթե որևիցե մեկը մտածում է, որ նոր իշխանությունները կգան ու ենթադրենք ասենք, դե լավ ինչ եղել է համերաշխության համար, ենթադրենք ներազգային, ներպետական համերաշխության համար
ոչինչ չանեք, այդ ձև չի լինելու։ Չէ, իրենք էլ գալուց ասում էին, վերցնելու ենք, բյուջե ենք վերադարձնելու պետությանը, բոլոր առանձնատները, բոլոր գումարները կասեն։ Յուրաքանչյուր գունավոր հեղափոխություն կամ հեղաշրջում կամ պայմանավորված գործարք բնականաբար պահանջում է նման այսպես ասած ցցուն օրինակներ, ճառեր, ինքնահրկիզումներ, իհարկե, այս ամեն չկա։ Հիմա, բայց մենք ավելի պրոֆեսիոնալ ձևով, եւ որ մաս կազմենք, բնականաբար այս ամեն ինչը հետաքննվելու է։ Այս մարդիկ խոշորացուցի տակ են հայտնվելու եւ այս ամբողջ գործընթացները պետք է հետազոտվեն։ Մի բան ձեզ ասեմ, մեկ շաբաթ առաջ ինչ որ այդ թմբուկի դասեր էին անում, ինչ էին անում, մեկ էլ Վարչապետի երկու պար էին անում, դες գեղարվեստական արժեքից չեմ խոսում, ես այդ կարգի ներկայացումներ ոչինչ չեմ դիտարկում, եթե կա ենթադրենք Բիզե, ենթադրենք կա Մինկուսի գործերը, կա Մոցարտի գործերը, կա ենթադրենք այս կարգի Շոստակովիչի գործերը կան, չէ՞։ Այս զանազան այդ ինչ որ կես օր ապրող ներկայացուցները ինձ հետաքրքիր չեն, բայց այստեղ մի խնդիր կա։ Մարդիկ հարցնում են համապատասխան պաշտոնյային, համապատասխան պաշտոնյանը ասում որքան փող է ծախսվել պետական բյուջեից այդ միջոցառման վրա, ասում են 0 կոպեկ։ Տնտեսական փաստորեն գործարք է կատարվել, այստեղ 200, 300, 400 հոգու հյուրընկալել են, չէ՞։ Ասում փող չեմ ծախսել։ Այ աղջիկ, չէ, փող չեք ծախսում, չէ՞։ Բա էլ ինչ եք անում, ամեն ինչը կազմակերպեք, սնունդը ընդհանրեն ձրել լինի խանութներում, չէ՞։ Թոշակառուների թոշակով վերցեք, բարձրացրեք։ Մեկը փող չեք ծախսում։ Ինչ նշանակում 400-500 հոգանոց միջոցառումը առանց մի կոպեկի է լինում։ Դες բան ով է պատկերացնում։ Բնականաբար հետագայում այդ նույն անձնավորությունը, ով իր տարածքը տրամադրել է, կանչելու ենք, չէ՞, ասենք եղբայր։ Քեզ ով է վճարել։ Լավ եթե չեմ վճարել, դու այդ ինչ կուսակցական տես կրակով էիր այրվում, արդյոք դու այդ կուսակցության անդամ ես։ Այս կարգի գործարքները, գիտեք ինչպես է, նրանք չեն կորում ժամանակի ընթացքում, այդ թմբուկի ձայնը բանը կորում է, չէ՞, բայց տակը երբ որ տնտեսական ցուցանիշներ կան, հարցեր կան, այս հարցերը հետագայում պետք է խոսվեն դրանց մասին։ Իհարկե։ Այս ֆոնին տեսեք մի ֆիգուր վերցնենք Թոշակառուի, որպեսզի հասկանանք այս ամբողջ տրամաբանությունը։ Ասում է 5 անգամ բարձրացվել է Թոշակառուի ստանալիք փողը, հա, գումարը։ Հիմա այսօր միջին Թոշակառուի գումարը 49000 դրամ է։ Այո։ Օրական դուք նաև Facebook-յան գրառումներում ցույց եք տալիս, թե եթե բաժանենք օրերի միջև Թոշակառուն 1633 դրամ 1633 դրամով Թոշակառուն ամեն օր պետք է ապրի։ Նաև այնտեղ ներգրաված չեն որոշակի ծախսեր, չէ՞, ինչպես դուք նշել եք։ Հիմա Թոշակառուն ինչպես պետք է ապրի, եթե այդ 10000 դրամն էլ չգիտի ինչ պետք է անի։ Ես մի օրինակ բերեմ, մենք անընդհատ շրջում ենք շրջաններով, մարզերով եւ Թոշակառուների հետ սերտ կապի մեջ ենք։ Մենք ձևավորել ենք տարիցների ակումբներ, մեր գրասենյակներինքից, մարդիկ գալիս են, զրուցում են, տաքանում են, կարող եմ ասել, ինչ-որ մեր նրանց միջև սերտ ոչ թե համագործակցություն, այլ ընդհանրապես իրավիճակը հասկանալու, նրանց օգնելու մեր ցանկությունը եւ նրանց ընդհանրապես օգնություն ստանալու ցանկությունն է, այդտեղ իրար միախառնվում։ Վերջերս մի էլի այդ նման մեծ կոլեկտիվ է հանդիպում ենք, տատիկներից մի քանիսը կան շատ աշխուժ են, կատակասեր նաև, ասեցի, ձեզ մի հարց եմ ուզում տամ, էլի իհարկե հասկանալի է եւ բան պիտի ընդունեք, էլի պարզապես քննարկում, վիրավորանքի ինչ որ տարեր չկա այդտեղ կամ որոշակի ինչ որ վատ վերաբերմունք, էլի։ Ասի դուք վերջինական երբ եք շոր գնել։ Տատիկներից մեկը ամենասրախոսների միջայլոց ասեց, տղա ջան, սպասում ենք, որ մեկը մեռնի հարվանից, որ դա շորերը մեզ տա, մենք հագնենք։ Հիմա այս օրինակը, չէ, ես վստահ եմ, եվրոպական ոչ մի երկրում չկա։ 49000 թոշակի մեջ, եթե դրանից հանում ենք կոմունալ ծախսը, որի մեջ հիմնական առյուծի բաժինը զբաղեցնում է այդ ջեռուցման ծախսը, էներգակիրների օգտագործումը։ Դրանից հանում ենք աղբահանության գումարը, դրանից հանում ենք գույքահարկի բազմակի անգամ բարձրացած գումարը, Աղբահանությունը նույնպես արդեն մակերեսոր է։ Նայել են բարձրացրել,
գույքը հարկը բազմակի անգամ բարձրացած։ Ենթադրենք ջրի հետ կապված ծախսերը, այդան գումարեք դեղերի ծախսերը, թոշակառուները մոտավորապես իրենց այդ աղքատիկ թոշակի 30-ից 50%-ը դեղի վրա են ծախսում։ Այս ամեն ինչը որ հանում ենք, տակ այդ 1633 դրամներ չի մնում օրական։ Ինչպես է արդարացնում այս որոշումը, Փաշինյանը ասում է, այդ 10,000-ը, որ պետք է տայինք, ըստ մեր հետազոտությունների հիմնականում առողջապահության վրա է, թե մենք կվերցնենք, ավելի ճիշտ կօգտագործենք, որպեսզի հենց այս առողջապահության ապահովագրումն է։ Նա ստում է։ Սոցիալական արդարության դեֆիցիտ կա Հայաստանում։ Դեֆիցիտ չկա, սոցիալական արդարություն Հայաստանում չկա։ Դեֆիցիտը նշանակում է պակասություն, նշանակում է ոչ լիարժեք։ Հայաստանում սոցիալական արդարություն չկա։ Ընդհանրապես սոցիալական արդարության բացակայությունը դա հանգուցան բոլոր խավերին է հիմա վերաբերվում։ Դեկտեմբեր ամսին այդ ֆինանսական Բարդուղոմյոսյան գիշեր որ արեցին իշխանությունները, քեզ ինչքան է պետք, առս փողը, քեզ ինչքան պետք, այսքան առ 1 միլիոն քեզ, 3 միլիոն քեզ, այո, 5 միլիոն քեզ, թող քեզ 10 միլիոն ենթադրենք։ Հիմա մի հարց եմ տալիս, այս Բարդուղոմյոսյան գիշերը որ արեցին, ինչի հիման վրա է այսքան գումար բաժանել 3 միլիարդ դրամ։ Բա մեր մոտ նոր կարգ կա գնահատման, աշխատավարձի եւ պարգևավճարի հաշվարկման այդ կարգով։ Հիմա այս կարգի մասին մարդիկ լսել են հեռվից, չեն խորացել այս իրականության մեջ, այս պաշտոնական բարձաբանում չկա, բայց կան դրանք, չէ, վերջորջո օրենքներ են, դրանք նորմատիվ ակտեր են, մենք ուսումնասիրել ենք դրանք։ Եվ ինչ է պարզվում։ Նախարարությունում այդ պարգևավճարի ֆոնդը, չէ, բաժանում ըստ գործակիցների։ Շարքային աշխատակիցը ստանում է 1 գործակից, չէ, նախարարը 12։ Դուք պատկերացնում եք թվերի այդ տարբերությունը։ Հասկացանք տարբերություն, հասկացանք ծանրաբեռնվածության որոշակի մակարդակ, հասկացանք նաև պրոֆեսիոնալ պիտանելիության եւ այդ հարցերը հասկանալու ինչ որ մակարդակ, որ պետք է ղեկավարը ունենա, բայց 12 անգամ տարբերություն, այս տարբերությունները, նայեք, այսքանը տարբերություն է, սա ի՞նչ է վկայում։ Սա խորը սոցիալական անարդարության մասին է խոսքը։ Ընդ որում աշխատանքի 80%-ը նախարարությունում իրականացում է շարքային անձնակազմը եւ 20%-ը որոշակի խմբագրումներով իհարկե ղեկավար կազմը, բայց 12 անգամ տարբերություն։ Այս Ջորջ Օրվելի անասնաֆիրմա գրքում մի այդ բան կա, հատկանշական բավականին բնութագրիչ Հայաստանի համար, խոզերը պնդում են, որ բոլոր կենդանիները հավասար են, բայց խոզերը ավելի հավասար են։ Լավ, այս 12 անգամվա 12 պատիկ տարբերություն, սա արդյոք խոզություն չէ։ Այդ նախարարությունների, երբ որ մենք նրանց ուսումնասիրում ենք, նրանց բյուջետային ծախսերն ենք ուսումնասիրում, նրանց աշխատավարձի ֆոնդերն ենք ուսումնասիրում ենք, մեծ այսպես աշխատանք ենք տամ հետազոտականի տարբերություն մնացած ընդդիմադիր ենթադրենք զանգվածի, մենք հստակ խորացված ուսումնասիրություններ ենք կատարում, շատ մեծ խումբ ենք ձևավորել մասնագիտական, երբ որ նայում ենք, հասկանում ենք, որ պրոֆեսիոնալ տարբերություն տասնապատիկների չկա աշխատակիցների մեջ։ Իրենք հավանաբար կորպորատիվ ստրկության ինչ որ թեզ են իրենց գլխի մեջ պատտում, եւ այդ թեզով էլ բնականաբար արդեն թեզը հանձնում է թղթին, դարձում է նորմատիվ ակտ։ Ես մի օրինակ բերեմ իմ ենթադրենք աշխատանքներից։ Այս ժամանակին աշխատում էի հայկական բանկերից մեկում որպես ղեկավար։ Եվ երբ առիթ առաջացավ, հենց առաջին իսկ ամիսը պարգևավճարման ֆոնդ պետք է բաշխեինք, չէ՞։ Այդ ղեկավարներից մեկին ինձ խորհուրդ տվեց, որ նույն ձևի գործակիցներ ինչ որ կիրառեմ, ասացի եղբայր, դա կոլեկտիվը քանդելու ամենակարճ ճանապարհն է։ Մարդկանց պետք է առանձին տարբերություններով, աննշան տարբերություններով, բայց մարդկանց միջև կռիվ գցելու եւ ընդհանուր աշխատանքները տապալելու ամենակարճ եւ լավագույն ճանապարհն է դա։ 12 պատիկ գործակիցի հաստատումը, ես ես անկեղծ ասեմ, ինչ է բերելու։ Այս մոտակա ընտրությունների ժամանակ պետական ամբողջ ապարատը
բացառությամբ այդ 12 պատիկ, 10 պատիկ ստացողների կողմ է լինելու փոփոխությունների։ Այդ մարդիկ չեն համակերպվելու, որ իրենց աշխատանքը եւ իրենց պրոֆեսիոնալ մակարդակը պետք է այդ նորմատիվ ակտերով բնորոշվի որպես 10 անգամ վատ, 10 անգամ թույլ, 10 անգամ անարժան։ Շատ լավ, պարոն Կոմենդացյան, շնորհակալություն։ Համեցեք։ Եթերում ուղի խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիայի YouTube-յան ալիքին։ Հաջողություն։